Բժնդականմա շնորհավորություն ենք հայտնում մեր միջնորդությունը բավարարելու համար, իհարկե դա շատ կարևոր էր Սրբազանի համար։ Այդ առումով խնդրում ենք երկու հարցով ենք ուզում դատարանին դիմել, քանի որ Միքայել Սրբազանը arczepiskopոսը եւ նաեւ Շիրակի առաջնորդն է, իր համար Գալանքի մեջ գտնվել է նաեւ որոշակի առումով եկեղեցական կյանքից կտրվելու հանգամանք է դարձել։ Չնայած դրան նաև դավաճանալով Արցախում մեկուսանում այնպես Երևանքեթի մեկուսանում թույլատրվել է մատարակների մասնակցությունը։ Խնդրենք թույլատրել Իրաքի օրերին եւ եկեղեցական տոներին մասնակցել Սուրբ եւ Անմար պատարագներին 7 առաջնորդներից եկեղեցին, որ հենց իր բնակավայրի կողմն է։ Սա խնդրում եւ երկրորդը Պապական դատարան Սրբազանի մեծավազգականից մենք ավակ եղբայրն է, որը 66 տարեկան է, առողջական խնդիրներ ունեցող, բայց Սրբազանը միշտ շփվել է երկրորդ տղաների, երկու տղաների հետ, որոնց մեկը նաև իր խնամակալն է հիվանդանոցում։ Նաև մյուս խնդրանքն է, որ նաև երկրորդ տղաներին թույլատրվի իր բնակության վայրում իբր գտնվելու, որտեղ բնականաբար նաև կենցաղային խնդիրների հետ կապված են սնունդի եւ այլն, մեծ ավակ եղբայրը դա չի կարող ապահովել, իսկ Սրբազանի տեղաշարժը սահմանափակված է, մեր խնդրանքն է երկրորդ նաև այդ մասնագետը։ Պարոն Զորական, տեսեք, քրեակատարական հիմնարկում, եթե չեմ սխալվում, կա մատուր, որտեղ անազրացիան մեջ խնդրող անձի իրավունքներ, հնարավորություններ մասնակցելու։ Չկա, Երևանքեթում չկա։ Դա որտեղ է կազմակերպել։ Կազմակերպել է իր սեղանում Սենյակում, տեսարցան Սենյակում է կազմակերպել, կանան վեմ քարերերը, որպես կազմակերպել։ Շատ լավ, այդ նպատակով մենք թույլատրել ենք նաև Շիրակի թեմի հոգևոր դասի մեջ ներկայացուցի տեսախցյան հնարավորություն։ Ինչպեսի նաև կարողանանք այդ հարցը լուծել։ Տակ նաև վարչական մասի աշխատակցի մնացած հարցի հետ կապված նաև նվազագույն և կենցաղային խնդիրները ապահովել։ Անենք մեկ այլ քրեական գործով էլի հոգևորականների կապված դատարանական կալանքի մեջ գտնվող կանոնը թույլատրեց Շիրակի օրերի մասնակցել պատարագին։ Ուսում ասեմ, եւ տանը օրենքը ուղղակի հնարավորություն չի տալիս։ Օրենքը հստակ նշած է, դատարանը հայեցողություն չունի։ Տնային կալանքի պայմաններից մեկը չի, որ քննարկեն պայմանը թույլատրեն կամ չթույլատրեն։ Բոլոր դեպքում մեր խնդրանքն է Պարոն Զորական, ձեր կողմնության հաստատի միջնորդություն միջնորդություն դրական քննարկվել։ Դժվարություն կա այս մասում։ Դատախազների դժվարություն։ Պատասխանը դատարանի դիրքորոշումը այսպես արտահայտել, եթե դատարանը ստեյության իրավունքն ապահովեցնի, որ ասած միջնորդությունը հնարավոր է կրակել կառուցակարգել կամ թույլատրելու վերանալին շուրջ Շիրակի մասնակցել հավատացել հոգևորական ծեսի պատարագի մեջ զուգորը դա հավատություն չունի։
տեսակցության մասով երկրորդ Դա փոխվել դատարան այցելության պատասխանատվական, քանի որ այսպես ուժեմ, ամեն դեպքում դա ըստ էության ինչ ոչ որ դատարանի գրանցում երկրորդ նորմատիվ շրջանակների շրջանակներում չի ներառվելու, հետևաբար այս հանգամանքը կոնկրետ թողնում ենք դատարանի այցելության, իսկ մյուս հանգամանքը որտեղ դիրքորոշումը նշեցի, եթե կառուցական օրենքով սահմանված դատարանի քննարկել, սկզբունքներ հավաստիություն Դատարանը լսելով դիրքորոշումները որոշում է պաշտպան Զոհրաբյանի կողմից ներկայացված առաջին միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական հանգամանքի բազում է, էական հանգամանք դեռ պահին դատարանի համար դատական պրակտիկայի, նաև օտարերկրապետությունների դատական պրակտիկայի ուսումնասիրությունը, նաև օրենքի մեկնաբանությունը։ Երկրորդ միջնորդությունը երախորորդիների տեսակցության մասով բավարարել մասնակի թույլատրել խնամական հանդիսացում երախորորդուն Գրիգոր Աջապայանին ևս թույլատրել բնային կալանքի ընթացքում տեսակցել Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանին։